Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Պակինստանն ու Հնդկաստանը հանդարտվեցին, Ադրբեջանը ոչ։ Բաքուն Ադրբեջանի փոխարգործնախարար Յալչին Ռաֆիի շուրթերով դիտողություն է անում Հնդկաստանին հայ-ադրբեջանական գործընթացի առնչությամբ։ Պակինստան-Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքների նորմի վրա։ Հնդկաստանը եւ այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են, հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Պակինստան-Հնդկաստան լարվածության ընթացքում Բաքուն, Անկարան բացահայտ աջակցություն են ցուցաբերել Պակինստանին եւ հիմա իրենց այդ դիրքորոշումն արդարացնում են նրանով, թե իբր բխել է միջազգային իրավունքից։ Բաքուն ակնարկում է, որ հայ-ադրբեջանական հարցում Հայաստանին Հնդկաստանի հնարավոր աջակցությունը ոչ բխում այդպես կոչված միջազգային իրավունքից, այն, որ միջազգային իրավունքի հարցում Բաքուն թե Պակինստան-Հնդկաստան եւ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացների առումով ընդամենը զբաղված է մանիպուլյատիվ անգոլյուրություններով, ունի վկայություն։ Տվյալ պարագայում հարցն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել պահը հայ-հնդկական գործակցությունը թիրախավորելու, միաժամանակ նաև Հնդկաստանին այդ իմաստով շանտաժելու համար։ Հատկանշական է, որ Բաքվի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Դելհի է այցելել Հայաստանի ԱԽ-քարտուղար։ Հնդկաստանը 44-օրյա պատերազմից հետո ըստ էության դարձել է Հայաստանի թիվ 1 ռազմատեխնիկական գործընկերը։ Ադրբեջանի համար Հնդկաստանի թիրախավորումն ունի սակայն քիչ ավելի լայն նպատակ, քան զուտ ռազմատեխնիկական գործակցությանը խանգարելը։ Հնդկաստանն էական ծրագիր ունի Կովկասը դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ դիտարկելու առումով։ Հնդկաստանին ներկայացնելով իբրև միջազգային իրավունքի դեմ գործող սուբյեկտ, Ադրբեջանն այդպիսով փորձում է, այսպես ասած, քաղաքական գաղթ մթնոլորտ ստեղծել Դելհիի շուրջ, հետևաբար դեպի Կովկաս ճանապարհին, որն անցնում է Իրանով եւ Օմանով, եթե դիտարկենք նաեւ օդային ճանապարհները։ Հայաստանն այստեղ անշուշտ ունի կարևոր անելիք ու միայն Դելհիի, այլ նաև Թեհրանի հետ։ Ընդ որում այդ անելիքը պետք է լինի կանխարգելիչ տրամաբանությամբ եւ ոչ թե Ադրբեջանի ստեղծած խնդիրների հետևից գնալու։ Թերևս ավելորդ չէր լինի, եթե ԱԽ-քարտուղարը Դելհիից վերադառնար Թեհրանով կամ շատ մոտ ապագայում Հայաստանի անվտանգության ոլորտի քննարկում ունենար Իրանի հետ։ Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի թերևս ադրբեջանական պրոպագանդայի ոգևորությունը Հնդկաստանի ու Պակինստանի միջև։ Մի քանի օր եղած ռազմական գործողությունների ընթացքում Պակինստանի իբրև թե համոզիչ առավելության եւ հնդկական ուժերի ստացած հարվածների մասին։ Այստեղ անկասկած տողատակում հենց հայ-հնդկական ռազմատեխնիկական գործակցությունն է։ Ադրբեջանական պրոպագանդան համանման պահվածքով էր աչքի ընկնում նաև 2020 թվականի փետրվարին, երբ Իբդիլում բախվում էին թուրքական ուժերն ու ռուսական աջակցությամբ Ասադի բանակը։